Դպրոցների ու բուհերի ապաքաղաքականացում է խոստացել, դատարանների անկախություն է խոստացել, նոր ատոմակայանի մասին է խոստացել, հանքերը քիչ շահագործելու մասին է խոստացել, աղետի գոտու մասին է խոստացել, Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության մասին է խոստացել, կենսաթոշակների բարձրացում, Սև անալճից, որ հավելյալ ջուր չեն վերցնի, գերիների վերադարձի մասին է խոստացել, ցեղասպանության ճանաչման մասին է խոստացել, օլիգարխներ չլինելու մասին է խոստացել, սպանությունների քչացման մասին, կառավարության թափանցիկության մասին, 10 միլիոն ծառ տնկելու մասին, Սևանի ափի շենքերը քանդելու մասին է խոստացել, շատ կարևոր խոստում, խաղադրույքները դադարեցնելու մասին է խոստացել, եռապատիկ են բյուջեից, կուտակային կենսաթոշակային համակարգը չեղարկելու մասին է խոստացել, ներդրումների անձեռնմխելիության մասին է խոստացել, նոր գյուղ կառուցելու մասին, խոստացել է, որ ժողովրդի քվեն չի կեղծվելու, խոստացել է, որ ԽԾԲ համակարգից հրաժարվելու են, ամենաշատ խոստումներն էլ տվել է Արցախի ինքնորոշման մասով, ժողովրդից թաքուն Արցախի հարցը չլուծելու մասով, անվտանգության երաշխիքների մասով, Մինսկի խմբի ֆորմատը վերականգնելու մասով եւ այլն, 800-ից ավելի խոստում միայն ես եմ առանձնացրել ժողովուրդ։ Խոստացել էր չխաբել ժողովրդին, խոստացել էր ժամանակին հեռանալ, չկառչել իշխանությունից։ Չկա մեկ հոգի, որի վերաբերյալ մի քանի խոստում չտվել։ Բայց կատարել է ու կատարում է միայն Ալիևին ու Էրդողանին տված խոստումները։ Ցանկացած երկրի ցանկացած իշխանություն այսքան խոստում տապալելուց հետո, գիտեք ինչ կաներ, կգնար դեպի իր երկրի ամենաբարձր կամուրջը ու իրեն կգցեր։ Չեմ պատկերացնում մի երկիր, որի իշխանությունը 1000-ից ավելի խոստում տա ու չկատարի, ու մնա իշխանության։